Ինչու եք ինձ փորձում, կեղծավորներ, ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ։ Եվ նրանք բերեցին, ապա նրանց ասաց. ում է այս պատկերը կամ արձանագրությունը։ Նրանք ասացին. Կայսրինը։ Հիսուսն էլ պատասխան տվեց եւ ասաց նրանց. գնացեք, տվեք կայսրինը կայսեր, իսկ Աստծուն Աստծուն։ Եվ այդ պատասխանից մնացին ապշած։ Սիրելիներ, տալ կայսրինը կայսեր, Աստծուն Աստծուն։ Որքան հայտնի խոսք է սա, բոլորից դերևս ծանոթ է, բոլորս էլ գիտենք այս արտահայտությունը եւ շատ դեպքերում օգտագործում ենք կյանքում։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Արդյոք մարդը պետք է մարմնավոր եւ հոգեվոր իր ապրումները առանձնացնի իրարից։ Ոչ, սիրելիներ։ Տեր Հիսուս Քրիստոսին հարցադրում են հարկի մասին։ Այն ինչ որ որպես անձ մենք պարտավոր ենք անել այս կյանքում, պիտի անենք, որտեղ չկա մեղք, որտեղ չկա չարություն, այլ դա մեր պարտականության մի մասն է, ինչպես հարգատվությունը։ Այսպես թե այնպես յուրաքանչյուր մեկս հարգեր ենք վճարում, յուրաքանչյուր մեկս կոմունալ ծախսեր ենք վճարում։ Մենք այս աշխարհինը տալիս ենք այս աշխարհին, չմոռանալով, որ Աստծուն էլ պիտի Աստծուն տանք։ Ուրեմն այսօրվա հոգևոր նախաճաշը մեզ սովորեցնում է կարողանալ զատորոշել։ Աշխարհում ինչ որ ունենք անելու, անենք պատասխանատվությամբ եւ պարտաճանաչությամբ, եթե այդ մեր պարտականության մի մասն է կազմում։ Բայց միաժամանակ չմոռանանք, որ մենք պարտք ունենք Աստծուն տրվելիք, եւ այդ պարտքը ամեն վարքյան պիտի տանք, որովհետեւ Աստված մեզ տվել է այս կյանքում կիրառելու եւ իրեն վերադարձնելու, եւ սա առավել կարեւոր է։ Ուրեմն տանք Աստծուն Աստծուն, կայսրինը կայսեր եւ կարողանանք ճիշտ պահել մեզ այս աշխարհում, որովհետեւ ըստ Պողոս առաքյալի այս աշխարհում ենք, բայց այս աշխարհից չենք։ Ուրեմն քանի աշխարհում ենք, աշխարհային որոշ պարտականություններ նաև մեզ են վերաբերում։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, Աստված օրհնի ամենքիս։